Բարի եկացեք սիրելի քույրեր եղբայրներ, ողջունեմ ձեզ եւ բարի եկացեք եղբայր Հրաչ Հակոբյան եւ իր հետը եղբայր Ուիլսոն, ուրախ ենք որ մեր մեջ ներկա եք դիրոջմով, որպեսզի փառաբանենք իրեն անունը, ուրախանանք եւ իրեն շնորհքը վայելենք։ Ամեն։ Ողջունեմ ձեզ եւ շնորհակալություն գայտնեմ մեր դիրոջ, քանի ամեն գիրակի որ կհավաքվենք, կվայելենք իր ներկայությունը մեր մեջ, կփառավորվենք, գործնվենք, կմոռանանք մեր բոլոր շաբթվա հոգերը եւ մեր բոլոր մտահոգությունները։ Եվ Դավիթ Սաղմոս 26-ի մեջ կսե իմ փերանս բացի ու հեվացի, վասնզի քու բատվիրակներու ցանկացի, ինձի նայե ու ողորմի ինձի, ինչպես սովորաբար գնես քու անունը սիրողներուն։ Եկեք ոդնգայ սիրելներ, փառավորենք մեր Տիրոջ եւ դերունական աղոթքով շնորհակալություն հայտնենք մեր Տիրոջ։ Անհոր եւ որդու եւ որդուի սրբո ամեն, օրհնյալ մեր Տեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հիսուս զանազան արակներով մարդոց կսեր, որ միշտ պետք է աղոթենք ու չցանցրանանք, որպեսզի վայելեն Աստծո փառքը եւ ողորմությունը։ Երբ փարիսեցիներ կհարցնեին զանազան հարցումներ, եւ այդ կգարտանք որբևարքի եւ թադավորին արագի մեջ, փարիսեցին եւ մաքսավորին արագի մեջ, հարուստ մարդու արագի մեջ։ Այո, սիրելներ, բարի է միշտ աղոթել Աստուծո, քոհանալ Աստուծմե, ցնցալ իր մով, որովհետև մեր Տիրոջ գործերը ոչ թե մեծ են, այլ սքանչելի, հրաշալի են եւ շատ մեծ են։ Եկեք աղոթենք եւ երգենք մեր Տիրոջ դասը լարերով ու դավիղներով ու ցնցանք իր առջևը քնարով։ Thank you.
իր դիրոջ իր մորը աղոտները ոսե պանդի մեջ դեսիք միշտ դեսներ իր սիրելի մայրը Զոր անոր համար երկար աղոտեր և սպասեր էր մինչև որ դերոջը ցերքեն հավատքով ստացել էր զայն որպես թանկագին քանձ Մենք ալ սիրելներ միշտ կվայել ենք մեր հայրերուն, մեր մայրերուն, մեր բաբիկներուն, մեր տատիկներուն աղոտները, որ բարձրացած են մեզի և դիրոջ և մեր զավակները պիտի վայելեն մեր աղոտները իրենց համար որ կբարձրացնենք Եկեք հիշենք և ըսենք, որ դերը մեր ծածկոցն է, դերը ամենագարող է, դերը մեծ ուրախություն կուտա, դերը իր ուխտը կկատարե։ Դերը ծածկոցն է, մեր տիրում է հավիտյան, և ամենագարող Աստված է մեր, դերը ծածկոցն է, մեր տիրում է հավիտյան, և ամենագարող Աստված է մեր։ Մեծ ուրախություն է նրա առջև, պիտի փառաբանենք Աստծո բերել, նա հաստատեց իր ուխտը մեզ հետ, թորավոր Աստված է հայրը մեր։ Մեծ ուրախություն է նրա առջև, պիտի փառաբանենք Աստծո բերել, նա հաստատեց իր ուխտը մեզ հետ, թորավոր Աստված է հայրը մեր։ Դերը տիրում է, իր խոսքը պահում է, երկնքերը իր զորությունով։ Դերը տիրում է, իր խոսքը պահում է, երկնքերը իր զորությունով։ Դերը տիրում է, իր խոսքը պահում է, երկնքերը իր զորությունով։ Դերը տիրում է, իր խոսքը պահում է, ողջ աշխարհը իր զորությունով։ Ողջեցեք Տերոջ, ողջ ժողովուրդներ, մեր Տերը հզոր է ամենին։ Ողջեցեք Իրան, բոլոր ազգեր, փառաբանեք Հիսուսի անվան։ Նա գտա, մեր Տերը Մեսիան, նա գտա, այո, նա գտա, մեր Տերը Մեսիան, նա գտա, շուտով նա գտա, մեր Տերը Մեսիան, նա գտա, այո, նա գտա, մեր Տերը Մեսիան, նա գտա, շուտով նա գտա։ Տերերի Տիրով ամենագարող, հարության բեռնած Քրիստով ենք թագավորում Էլեսյան դեր։ Տերերի Տիրով ամենագարող, պիտի եկեք փառաբանենք իր գահի առջև։ Տերերի Տիրով ամենագարող, հարության բեռնած Քրիստով ենք թագավորում Էլեսյան դեր։ Տերերի Տիրով ամենագարող, պիտի եկեք փառաբանենք իր գահի առջև։ Նա գտա, հալելույա, հալելույա, նա գտա, հալելույա, հալելույա, նա գտա, հալելույա, հալելույա, նա գտա, հալելույա, հալելույա։ Հնչեցեք Օգնյանը Քրիստոսի, հնչեցեք փողերի ձայն ավելի, հնչեցեք Օգնյանը Քրիստոսի, ձերն եք գալիս, հնչեցեք Օգնյանը Քրիստոսի, հնչեցեք փողերի ձայն ավելի, հնչեցեք Օգնյանը Քրիստոսի, ձերն եք Խնդրեմ վարդի կրոշմե, որ մեզ գարտա երորդ սալմոսի, 5-րդ և 8-րդ համարները, իսկ կույր մարալեն խնդրեմ գարտա 4 սալմոսին, 4-րդ է մինչև 8-րդ համարները, իսկ խնդրեմ անի կրոշմե, որ գարտա 5-րդ սալմոսին, 8-րդ մինչև 12-րդ համարները։ Ես բարգեցա ու քնացա,
Արտնցա, վասնզի երեզիս պաշկանեց։ Ես պիտի չվախնամ հյուրավոր ժողովուրդներեն, որոնք իմ 4 կողմս պատեցին։ Ելիր ով դեր, զիս բրգե, ով իմ աստվածս, վասնզի տուն զարգիր, իմ բոլոր թշնամիներուս դուշը։ Ամբարիշներուն ագրաները քշեցիր, բրգությունը դերոջն է, ու օրհնությունը ու ժողովուրդիդ վրայի։ Ամեն։ Թողացեք ու մեղք մի գործեք, խոսեցեք սրտերնուդ հետ, ձեր անկողներուն վրա ու լրեցեք, արդարության զոհերն ամուսանեցեք ու դերոջը հուսացեք։ Ամեն։ Շատեր կսեն թե ով մեզի բարություն պիտի ցուցնե, ով դեր ու երեսիդ լույսը մեր վրա ծակեցուր։ Իմ սիրտս ուրախություն տվիր, անոնց ծորենեն ու կինին արադության ժամանակեն ավելին, խաղաղության պիտի բարգին ու կնանամ, վասնզի դու միայն ովտեր, զիս ապահովությամբ կբարգեցնես։ Ամեն։ Ով դեր, քու արդարությունովդ ինձի առաջնորդ եղիր թշնամիներուս համար, քու ճամփատ շտկե իմ առջևս, վասնզի անոնց բերնին մեջ ճշմարտություն չգա, անոնց ներսիդին չարություն գա, անոնց գողորտը բաց քերեզման է, իրենց լեզվովը նենքավոր եղան, ով Աստված, հանցավոր հանեզանոնք, իրենց խորհուրդներովը թող ինան, անոնց շատ ամբարշտություններուն համար հալածեզանոնք, վասնզի քեզի թեմ ապստամբեցան, բայց բոլոր քեզի հուսացողները թող ուրախ ըլլան, հավիտյան թող ծնծան, վասնզի թուն զանոնք կպաշտպանես, եւ քո անունը սիրողները թող քեզ մով զվարճանան, վասնզի թուն պիտի օրհնես արդարով դեր, բարի գամեցողությունով անոր 4 կողմը պիտի պատես, որպես թե վահանովը։ Ամեն։ Ամեն, ամեն։ Հետևյալ սամոսներում մեջ կտեսնենք սիրելիներ, որ երբ վստահենք Աստուծո եւ աղոտ կբարձրացնենք իրեն, նա մեզ կբահե, ուր որ ըլլանք, նա մեզ կփրկե, նա մեզ օրհնություն կլա, նա մեզ վրա լույս կծակեցնե, խաղաղություն կտա մեզ, ուրախ կբահե մեզ, խաղաղությամբ մեզ կբարգեցնե ու կարտնցնե, եւ մեզ վահանով կպատե մեր 4 կողմը։ Այս բոլորը կատարելու համար դերը զոհեց իր միակ որդին խաչապայնին վրա, որպեսզի հաղթե չարին, փրկե, սրբե, ազատե մեզ։ Եկեք ասենք, դու մեզ կազատես, չարեն, կբժշկես մեր ցավերը, մենք քեզ մոտ ապահով կսկանք, Տեր Աստված։ Charlie
Տիրոջ, որպեսի մնանք իր հովանիին տակ Amen. եւ աղոթքով սրբվինք, մաքրվինք եւ հաստատուն մնանք։ Հալելույա, քո անվանը մեծությանը արչև Տեր, եկած կխոնարհին, կփառավորենք ու սուրբ անունը Տեր, երկրպագին քո մեծությանը արչև, շնորհակալ ենք Տեր քո որդվույթ արինով, արիդ ընծայած ես որքանք, քանք եւ քո ներկայությունդ վայելենք, քանք եւ շնորհած աղբյուրին, ակն ու աղբյուրին ներկայությունը վայելենք, շնորհակալ ենք այս վայրին համար, որ դված ես Տեր, կհավաքվենք Տեր քո անունով, որպեսզի քո անունդ մեծարենք, արժանիք ու չունենք Տեր, բայց դու թուն նախ մեզ սիրեցիր, դու մեզի սիրեցիր այն աստիճան, որ քո որդիդ զոհեցիր, մեզի բեսերուն համար Տեր, դու քո սերդ այդքան մեծ է, շնորհակալ եմ այդ ագապե սիրուն համար Տեր, որ մեզի համար Տեր Հիսուս, անունը թափվեցավ Հայր, արժանի է Տեր Հիսուս, որպեսզի քո որդիներդ կոչվելու արժանիք ունենանք Տեր Աստված, օգնե Տեր, որ հավատարիմ մնանք այդ ուխտին, որ քո հետ գաբեցինք Տեր Հիսուս, զորություն դուր մեզի, ով Սուրբ Հոգի Աստված տուն առաջնորդ է, որ այս դժվար կյանքի մեջ կարողանանք ապրել քո կամքիդ համաձայն, որպեսզի միշտ քեզի փառք ու բադիվ բերենք Տեր Հիսուս, կաղաչեմ Տեր, մեր զավակները, մեր ընտանիքը Տեր, մեր ծնողները, քո ձեռքերուդ մեջ կտրենք, քո արյանը ծածկոցին տակ, եւ Տեր մեր դանթերները քո արինովը ցվեսկե Տեր Հիսուս, մեր եկեղեցին, մեր հայրենիքը, Հայաստան աշխարհ Տեր Հիսուս, քո ձեռքերուդ մեջ կտրենք, եւ քո արինովը Տեր, եւ քո յուղովը Տեր, օձե մակրեպոլոր հիվանդները Տեր քո ձեռքերուդ մեջ կտրենք այս մահոն, հայ միայն դու փառավորվի, ուզենք փառքը բադիվը քեզի տալ, ով Սուրբ Հոգի Աստված երրորդություն հայ, որդի եւ Սուրբ Հոգի Աստված, շնորհակալ եմ, որ մեր հետ ես, շնորհակալ եմ, որ մինչև մեր կյանքին վերջ, մեր կողքին ես, մեզի առանցին չես ցկել, մեզի ողջ չես ցկել, շնորհակալ եմ, աղոթքներն լսող պատասխանով Աստված Տեր, այս բոլոր բարապանույթի եւ աղոթքները իմ Հիսուս Քրիստոսի անունով կխնդրեմ, ամեն եւ ամեն։ Hallelujah. Երբ Հովսեփի փրկությունը տեսնենք փանդագուտենեն երկ, կտեսնենք, որ Տիրոջ խորհուրդները մեր խորհուրդները չեն։ Պետք է Տիրոջ հանձնել թադը եւ անիր ժամանակին պաշտպանե եւ կբահե իրեն աղոթողներուն, որովհետեւ Տիրոջը հավատացող ու հուսացողը երբեք ամոթով չի մնա։ Եկեք սրտանց բաշտենք մեր Տիրոջ, ըլլանք Տիրոջ մոտ, ըլլանք ուրախ, որպեսի մեր հոգին ծնձա եւ զորանա։ Amen. Yeah.
բարձրացնե, պիտի խոնարի, եւ ով որ իրանցը կխոնարեցնե, պիտի բարձրանա։ Amen. Հաբա գսե, ով որ ազդո թակավորությունը բզդիկ դղումը բեր չընդունի, փնավ բզդիկ պիտի չմտնե անոր մեջ։ Մեր դերը արժանի է ամեն փառքի, քանի նա սեր է եւ կյանք բարգեւով Աստված է։ Մեր մութ կյանքը լուսացնող է։ Amen. Մեզի ճանապարհեն ներ ճամփային թեպի լայն ճամփա տանող է։ Amen. Ասենք արժանի ես դեր փառքերի, արժանի ես ամեն ինչի։ Amen. Միան քեզ դեր ողջ ասկեր պետք է երկրպագեր եւ խոնարհին, քանի որ դու ես իրականությունը եւ դու ես սերը։ Amen. հավիտենական կյանքը ժառանգելու համար։ Հիսուսի պատասխանը փաստ էր, որ հավիտենական կյանքը ժառանգ չէ, այլ հավիտենական կյանքը Աստծո պարգևն է Հիսուսի Քրիստոսի միջոցով։ Այսինքն անձը չի փրկվի, երբ օրենքը բահե, այլ կփրկվի, երբ օրենքի միջոցով մեղ չի կործել։ Որովհետև միան Աստված է, որ էության բարի է, ուրեմն եթե կուզենք փրկվի, պետք է նախ մեր հոգին փրկվի, ետքը հետևենք Հիսուսին։ Մոտենանք Հիսուսին, որպեսզի փրկվենք, սիրելիներ։ Մոտենանք իրեն, որպեսզի մեր կյանքը
փրկվի։ Մոտենանք Հիսուսին, որպեսզի զորանանք, հանգչինք, սրբանանք, բժշկվինք, հպվելով մեր Տիրոջ, մեր Սուրբ Աստծո։ Ամեն։ Մեր հայրը, մեր փառքն ու բադիվը, գիտենք դեր որդուն աղոտներու պատասխանով ես, գիտենք դեր որդուն երբ խոստանաս կգադարես, գիտենք դեր երբ մենք խոնարին կպարծացնես մեզ, շնորհակալ ենք դեր ու խնամելուտ համար, շնորհակալ ենք ու պարտիտ համար, երկուր ողորմի, օրդն է բոլոր ներկաները, օրդն է իրենց զավակները, ուր որ ուտան, օրդն է մեր պատկամապեր եղբայրը, ուր իրեն վերին իմաստություն, օխանցելու ու սուրբ խոսքը, հաց մերականչները և լուսավոր է մեր միտքերը, որպեսի միան լսող չլան, այլ լսելով խոսքը կործենք մեր բոլոր կյանքի ընթացքին, ամեն օրդնություն, փառք իմաստություն, գոհություն, բադի հուզորություն և կարողություն մեր Աստծուն, Հավիտյանս Հավիտենից,
ամեն։ Ամեն, հալելույա։ Ամեն ալելույա, այո սիրելներ, ստային որ անհամբերք սպասեք մեր դիրոջ խոսքը, որ մեզի պիտի փոխանցեր եղբայր ռաճը ռամեցեք եղբայր ռաճը։ Շնորհակալ եմ, եղբայր, ուրախ եմ, որ անգամ ևս այս ժողովարանի մեջ եմ, ձեր սիրելիներ, այս անգամ ամսվա ծառայությունը մի քիչ տարբեր եղավ, մեկ շաբաթ մենք համագումար ունեինք մեր եղբոր հետ մեկտեղ, որ ուրիշ երկրեն քրիստոնեության դարձած եղբայրներ քուրել եկան եւ հիմա պիտի հրավիրել եղբայրը կամ երկու խոսք իրեն վկայություն տա, հետո Աստծո խոսքը լսենք, համեցեք եղբայր։ Շատ ուրախ եմ, իմ հայրը շատ լավ չի, ամուսնան մեկից խոսեմ, եղբայր շատ դժվար է իմ համար իմ ումեր բանասեմ հայրեն, ներողություն, ամուսպասեք պես ուրիշ լեզու խոսեմ, անգլերը, պասկերով խոսեմ։ Որ լեզուն հանգիստ ես ասա։ Մերսի։ خب چقدر لذت بردم از پرستش شما Շատ հաճույք տարամ պաշտամունքի պահից, خیلی شیرین بود շատ քաղցր։ به هر زبانی خداوند رو پرستیم شیرینه Աստծուն ինչ լեզվով որ երգենք, քաղցր։ Ամեն։ این زمانی رسید در انجیل یوحنا باب 4 عیسی مسیح زنی رو ملاقات کرد Տեր Հիսուս մեկ կնոջ այցելեց Հովաննես 4:8 մեջ, و زمانی که این زن رو ملاقات کرد این زن زیاد خوبی هم نبود բայց կինը շատ բարոյական կին չէր։ اما مرتب این زن شروع کرد ادعای مذهبی بودن در بیاره که ما هم در این کوه پدران ما نماز میخونن دعا میکنن Բայց սա հոգևոր խոսակցություններ անել, որ մեր հայրերը այս դրան վրա են աղոթում, اما عیسی یه چیزی به این زن گفت բայց Տեր Հիսուս մեկ բան گفت ասավ. زمانی میرسه که پرستندگان حقیقی پدر رو به روح و به راستی پرستش میکنن Ժամանակ պետք է որ իրական պաշտոնները հոգով եւ ճշմարտությունով պաշտպան։ چون که خدا چنین پرستندگانی رو دوست داره Աստված այդպես պաշտպաններ ասում։ میدونید خدا روحه Աստված հոգի է, خدا جسم نیست جان نیست روحه Աստված հոգի է و زمانی لذت میبره که یک روحی با او صحبت کنه نه جسمی եւ հաճույք տանում երբ որ հոգիով են իրեն պաշտպանում, քան թե մարմինով։ و چقدر خوبه وقتی روحها با هم جمع میشن Եվ ինչ լավ է որ երբ որ հոգիները հավաքվում են, من صمیمانه لذت میبردم 3 تا خواهر ایستاده بودن اینجا و سرود میخوندن երբ որ երեք քույրեր էստեղ կանգնած ولی من در اون بالا سیر میکردم վալի չի։ اون بالاها داشتم سیر میکردم Մենք ես հոգից այդ վերևները պատտում եք։ و این طبیعت پرستشه Ասի պաշտամունքի իրողությունն է։ عزیزان پرستش یه سره Ես սեր եմ։ سر سر Բանը, հա, այո, խորհուրդ է, այո, պաշտամունքը խորհուրդ է։ Իմ պասկերն են լավ չի հետը։ Ոստան բասկերնով եղնային։ Ունենք եկու է խորհուրդ։ Լավ եք տալիս։ Ալի, լավ տալիս։ Լավ եք տալիս։ خیلی کمک میکنه پسرم. عالیه عالیه خیلی ممنون هستم خب همونطور که گفتم پرستش یه سره و همینطور که میگم سره در واقع این پرستندگان حقیقی هستن که میتونن صداشون رو به آسمان برسونن Եվ քանի որ այդպես է, միայն հոգիով եւ ճշմարտությունով փառավորողներն են որ կարող են ձայնը հասնել։ و خدا داره روحها رو میخونه Եվ Աստված սիրտերը եւ հոգիները քննում و են։ اگر روح کوچک من و شما در آسمان باشه Եվ եթե մեր հոգին երկինքն է, ببینید که کلیسا چه برکتی خواهد گرفت տեսեք որ եկեցին ինչ օրհնություններ պիտի ստանան։ ببینید ما مردم خوشبختی هستیم Մենք շատ երջանիկ մարդիկ ենք, به این که در دنیا چی میگذره زیاد نگاه نکنید
Աշխարհում իշխանությունում շատ ուշադրություն ما չտալիս։ مردم خوشبختی هستیم Մենք երջանիկ در մարդիկ։ روزهایی زندگی میکنیم که وعده پری روح القدس به ما داده شده Օրերի մեջ է կապվում, որ Սուրբ Հոգի խոստումները մեզի էական է, و արժմիական։ این روزها روح القدس میخواد کار کنه Եվ Սուրբ Հոգին ուզում է որ աշխատի մեր։ از طریق تک تک شما Ամեն մեկից و این միջև։ کار میکنه Եվ այդ գործը պիտի و من میخوام به شما بگم جنبش های بزرگی به وجود اومده Եվ կուզեմ ասեմ, որ մեծ շարժումներ ավեշտը։ من تو ایران متولد شدم Ես Իրանի մեջ եմ ծնվել, کشوری که زیاد اسلام میکردن քեչիկամի خیلی زیاد اسلام میکردن میگفتن ما مسلمونیم Իբե երկիր որ շատ էին իսլամության մասին խոսում։ اما میخوام به شما بگم هزار نفر در ایران مسیحی شدن Բայց ուզում եմ ցեզի զեկուցեմ, որ հիմա հազարավոր մարդիկներ Քրիստոսին են եկել։ خدا رو شکر میکنم که خداوند درهایی رو باز کرده Շնորհակալ եմ, որ Աստված որոշ դուրեր که ապացել։ مردم بسیاری اومدن و قلبشون به عیسی مسیح Շատ են եկած են իրենց սիրտը Տերոջն են։ از گذشته پشیمون هستن که چرا اجداد اینها مسلمان شدن Եվ փոշմանում են, որ ինչու մեր նախահայրերը իսլամ են։ ولی امروز ما اینجا هستیم که به اونها بگیم مسیحیت از همین مملکت شروع شد Եվ այստեղ են բերում իրենց ասելու, որ քրիստոնեությունը այստեղից է սկսավ։ ارمنستان باید ما بین کشورهای اسلامی بدرخشه Հայաստանը պետք է փայլի իսլամական երկրների մեջ։ نگران این نباشین که دور مملکت خیلی کشورهای اسلامی هست Շատ հոգչանենք, որ մեր շուրջը պատած են خدا իսլամական نقشه داره آمین آمین. باید اینو با ایمان لمسش بکنید Պետք է շոշափենք ես։ بچشید که ببینید خدا نیست Պետք է ճաշակենք։ اگر نششید Պետք է ճաշակենք տեսնենք, որ Տերը բարի է, թե չի ճաշակենք, خستگی و ناامیدی هست اگه نچشید հոգնություն եւ հուսահատություն կլինի։ و میتونم بگم بدترین چیزی که ممکنه حتی برای یک شبان پیش بیاد اگه از من بپرسید میگم ترس و ناامیدیه Եվ եթե ամենավատ բանը որ կարող հավատացյալի համար պատահի նա է որ հուսահատություն եւ վախ։ کافیه یک شبانی در محیط کارش بترسه Մանա օրինակյալ մենք հովիվ իրավունքի գործիչ պարագանի یا ناامید بشه կամ անհույս լինի։ کارش تمومه Որը վերջ է։ شما میتونید یه آدم رو چاق و لاغر بکنید Միթունի ադամ կարող ես մհատ եւ մարդու یه آدم رو چاق و لاغر بکنید նիհարացնես։ و همینطور یه آدم لاغر رو چاق بکنید Եվ նույն ժամանակ նիհարին չափացնես։ اما اگه کسی ناامید شد دواش فقط پیش خداست Բայց եթե մեկ անհույս եղավ, ուրիշ ճարճունի, միան հույսը Աստված է։ پس اینو بدونید که دنیایی که امروز زندگی میکنیم دنیای ناامیدی ها هست Այսօրվա աշխարհը հուսահատության աշխարհները, ولی خدا داره امیدها رو به ما میده բայց Աստված մեզ խոստում է։ امید ایمان و محبت Հույս, հիմար եւ սեր։ و چقدر خوبه که ما از حضور خدا این لذت رو ببریم در ایمان Եվ իշտավա որ մենք Աստծուն շատ կներեք։ خداوند همه شما رو برکت بده و Աստված من նման فرصتی գործի دارم Տերը օրհնեց ձեր բոլորս, ամեն։ Ամեն։ Լավ, ես տարին մի անգամ, մեկ-երկու անգամ իմ մայրենի լեզուն փորձում եմ եղբոր հետ, այդ ամեն մի քիչ ժարգոտած է, ինչպես ասում եմ, բայց ժամանակին պասնում եմ, բայց հիմա ուրախ եմ, որ իմ հայրենի լեզվով եմ կարուզել ձեզի։ Սիրելիներ, եղբայրը մեզի քաջալել է եւ հիմա ես էլ ուզում եմ Աստծո խոսքից մի քանի խոսքեր կարդալ, եթե ունիք ձեր սուրբիրքերը, բացեք Մարկոսի ավետարան ուզեմ 12-րդ գլուխեն մի քանի համարներ կարդալ եւ իրար հետ բաժնեցինք։ Մարկոս 12-28-րդ համարից այսպես ասում. Դեպիներն մեկը եկավ ու մտիկ կներ անոնց երբ վիճապանություն կլեին երբ տեսավ թե աղեկ պատասխան տվավ անոն, այսինքն Տեր Հիսուս, հարցուց անոն ուսավ, որն է բոլոր պատվիրանքներուն առաջինը։ Հիսուս պատասխանեց անոր, բոլոր պատվիրանքներուն առաջինը այս է. լսե ով Իսրայել մեր Տեր Աստվածը մեկ Տեր է եւ քու Տեր Աստվածը սիրես քու բոլոր սրտովդ ու քու բոլոր անձովդ ու քու բոլոր մեղքովդ եւ քու բոլոր զորությունովդ։ Ասիկա է առաջին պատվիրանքը։ Ու երկրորդը ասոր նման քու ընկերը սիրես քու անձիդ պես անոնց մեծ ուրիշ պատվիրանք չկա։ Հետաքրքրական է որ աս դեպքը կսկսի հետևյալ ձևով ասում դեպիլներն մեկը եկավ ու մտի կներ
եւ երբ որ տեսավ մի բան, այն ժամանակ աս հարցումը տվավ, որն է կարևոր պատվիրանքը։ Ուրեմն աս հարցումը օթեն չեկավ, իրեն մտքեն չեկավ, մի բան ականատես եղավ, բանը տեսավ, որ արին տվավ աս հարցումը ընելու։ Ուրեմն հարցումը անը որ ինչ է, քանի որ երբ որ կարևոր հարցը գտեսնես եւ հարցում գտես, ուրեմն կարևոր հարցումը եւ պատասխանը մեզի համար կարևոր է։ Ուրեմն աս դեպիրը, որ եկած էր Տեր Հիսուսին ինչ տեսավ, աս դեպքը պատահեցավ չորեքշաբթի օրը, որ երկու օր Տեր Հիսուսի խաչելությունեն առաջ էր։ Տեր Հիսուս մենք գիտենք, որ ուրբաթ օրը խաչվեցավ, չորեքշաբթի օրը շատ լեցուն երկար օր էր Տերոջը համար։ Արդուկանուխ մտածեր տաճարը եւ քանի հրյա խումբեր եկած էին իրեն փորձելու եւ իրեն ցույցնելու, որ ինքը սխալ է, իրեն խայտարակ անելու Տեր Հիսուսին եւ որպեսի հիշեցնեմ ինչ կատարվեցավ արարք ու զենվերակաղումն է, ուրեմն երբ որ Տեր Հիսուս մտավ տաճարը, առաջին խումբը, որ եկան մի քանի համարներ առաջ նայենք, եկան տաճարի առաջնորդները եւ իրեն հարցում էին, ըսին դու ինչ իշխանությունով այս բաները կնես, ինչ բաներ էր, ատկե մեկ օր առաջ երեքշաբթի օրը Տեր Հիսուս մտած էր տաճար եւ մաքրած էր։ Հիմա իրենց հարցում է, որ դու ինչ իշխանություն ունիս այս գործերը ընելու։ Տեր Հիսուսի պատասխանը հետևյալ էր։ Ասավ, որ արդյոք Հովհաննեսի մկրտությունը վերեն էր, թե մարդուծմե էր։ Իրենք իրենց մեջ խոսեցան, եթե ասենք, որ աստուծմե էր, ուրեմն պիտի ասեն, ինչու ինչի չհավատացի, քանի որ Հովհաննեսը իմ մասին կվկայե։ Ասին շատ է, եթե ասենք, որ մարդուծմե էր, ժողովրդին վտանգի կա, որտեղ ժողովուրդը պետք է քարկոծեին իրեն։ Ուրեմն ինչ ասին, չեմ գիտեր։ Տեր Հիսուս ասավ, ես ասեցի պատասխան պիտի չտամ։ Ուրեմն առաջին խումբը Տեր Հիսուս այդպես իրենց բաներով հանդիմանեց։ Ճիշտ անկևեր երկրորդ խումբը եկավ։ Երկրորդ խումբի կային հերովդացիներ եւ փարիսեցիներ։ Հերովդացիները քաղաքական մարդիկներ էին, Հերովդես թագավորի մարդիկներ էին, փարիսեցիները կրոնական մարդիկներ էին։ Միաբանած էին հակառակավոր իրար թշնամի էին, բայց այս մեկ պարագայի համար իրար հետ միաբանած էին, որտեղ Քրիստոսի թշնամիներ իրար հետ բարեկամներ կլան միշտ։ Եվ հարցում ասեր, արդյոք մենք դուրք տանք կայսրի թե ոչ։ Իրենց մտքով Տեր Հիսուս հիմա պետք է թակարդի մեջ դներ, որտեղ եթե Տեր Հիսուսը ասեր, որ դուրքը տվեք, վատամարտ կլար հրյաների մոտ, և հրյաները պիտի իրեն հերքեին։ Եթե ասել մի տվեք, հերովդացիները պետք է ատլուրը իսկույն տանեին Հերովդես թագավորի և տուկ չտալու պատիժը մահ էր։ Ուրեմն իրենց մտքով Տերոջը տված էին շատ նեղ տեղը։ Բայց Տեր Հիսուսի պատասխանը շատ գեղեցիկ էր, չէ՞։ Սանեցի տահեկան մցուցուցեք, ումի պատկերը վրան է, կայսրի, ուրեմն կայսրինը կայսրի տվեք, Աստծուն տվեք։ Եվ ացևով պապանձեցուց իրենց։ Այդ խումբը երթալեն վերջը ուրիշ խումբը եկավ, այս անգամ սադուկեցիներն էին, որ չեն հավատար հարության և հրեշտակների բաների, գերմարտկային ուժերի։ Ուրեմն պատմությունը շինեցին, որ 7 եղբայրներ կային, մեկ հետ ամուսնացան, առաջինը մահացավ, ըստ Մովսեսի օրենքին երկրորդ եղբայրը պիտի հետ ամուսնանալ, երկրորդ եղբայրն մահացավ, երրորդն մահացավ 4, 5, 6, 7, կինն մահացավ, հիմա հարցումը ասենք, եթե հարություն կա, իրենց մտքի մեջ հարություն չկա, բայց եթե հարություն կա, ումի կինը պիտի տալնա։ Անոր որ այ որ Տեր Հիսուսի պատասխանը շատ կտրուկ էր, սա դուք ասկեսակ հարցումներ կդեք, քանի որ սուբիկը դար չեք հասկանալ։ Դուք չեք գիտեր, որ երկինքի թագավորության մեջ հարաբերությունները ուրիշ տեսք պետք է ունենա։ Հիմա կսեք, աս դպիրը, երբ որ աս բոլոր բաները տեսավ, աս հարցումը ըրավ, որտեղ աս դպիրն ալ, Մատթեոսի ավետարանի մեջ կկարդանք, որ եկած է մյուս դպիրների և փարիսեցիների հետ, որպեսզի Տեր Հիսուսին հանդիմանե և հակառակե։ Բայց երբ որ հանդիպեցա և տեսա, որ այս տեսակ իմաստուն պատասխաններ գտա, աս հարցում էր, որտեղ աս հարցումը հրյաների համար շատ էական էր։ Հրյա առաջնորդները իրենց ժողովրդի համար սուրբ իքեն հանած էին 613 պատվիրանքներ։
որ հրյաները պետք է այս պատվիրանքները պահեին։ Բայց բնական է ոչ ոք կրնա 613 պատվիրանք պահել։ Ուրեմն կամաց տեղը հասածեն, որ իրեն պատվիրանքները երկու մասի բաժանած էին։ Կարևոր պատվիրանքները կամ մեծ պատվիրանքները, հետո ոչ կարևոր պատվիրանքները եւ ասել բանը, կարևոր պատվիրանքները պայման էր, անպայման պետք է պահես, եթե ուզես աստուհաճելի լալ, իսկ ոչ կարևոր պատվիրանքները, եթե պահես լավ է, իսկ եթե չպահես շատ կարևոր բան չէ։ Հիմա դժվարությունը ասել, մեկ դեպիր կսե, որ կարևոր պատվիրանքները ասոնք են, 5 հատ, օրինակի համար աս 5 հատն են, ուրիշը կսել չէ, 5 հատ չէ, 7 հատ է, աս 7 հատն են, ուրիշը կսել չէ, 3 հատ է, ուրեմն հրյայի համար, որ լուրջ էր, հարցումը ասել, որն է կարևոր պատվիրանքները։ Եթե ես կուզեմ աստուհաճելի լա, որն է, աս դեպիրը կսե աս, մյուս դեպիրը կսե աս, որ մեկն է։ Հիմա երբ որ աս դեպիրը տեսավ, որ Տեր Հիսուս աս տեսակ լավ պատասխան տվավ ամեն տեսակ հոգևոր հարցումների, իրեն մտքի մեջ էր, եթե մեկը կա, որ ինձի կրնա բացատրել, որն է կարևոր պատվիրանքը, աս մարդն է։ Եվ ճիշտ ասոր վրա է, որ աս լուրջ հարցումը հրավ, եւ ես համոզված եմ, քանի որ անկեղծ հարցում էր, Տերն անկեղծ պատասխան տվավ իրան եւ բացատրեց։ Եվ պատասխանը շատ պարզ էր, պատասխանն էր, որ ամեն հրյա գիտեր։ Եվ ասի, երկրորդ օրինաց գրքի մեջ է, որ երբ որ կկարդանք 6-րդ գլուխ 4-րդ համարեն, այսպես կսեմ, ով Իսրայել մտիկր է, մեր Տեր Աստվածը միայն Տեր է, քու Տեր Աստվածը բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ ու բոլոր զորությունովդ սիրել։ Ուրեմն առաջի պատվիրանքը, որ ամեն հրյա գիտեր, հետևյալն էր, որ մեկ Աստված ունենք, եւ քանի որ մեկ Աստված ունենք, ուրեմն շատ բնական է, որ մեր ամբողջ էությամբ իրեն պետք է սիրենք։ Եվ երկրորդ պատվիրանը ասոր նման է, որը գրված էր Ղևտասից 19-րդ գլխի մեջ, որ սիրեք ու բարեկամը քո անձիդ պես։ Հետո երբ որ Տեր Հիսուս ասպատվելը տվավ, վերջավորության շատ կարևոր հանգուցում բան մկն է, եզրակացություն մկն է։ Կսեմ ու երկրորդ ասոր նման քո ընկերը սիրեք ու անձիդ պես, անոնցում է մեծ ուրիշ պատվիրանք չկա։ Եթե կուզես իմանալ, որ որն է կարևոր պատվիրանքները կամ մեծ պատվիրանքները, որ պարտավոր ես պահելու, աս երկուքն են։ Սիրեք ու Տեր Աստվածը բոլոր սրտով, մտքով, հոգով եւ ուժով, եւ սիրեք ու Տեր Աստծո քո անձիդ պես, աս երկուսեն ուրիշ մեծ պատվիրանք չկա։ Մատթեոսի ավետարանի մեջ շատ ավելի գեղեցիկ ձևով կբացատրի այս իրողությունը եւ այս դեպքը երբ որ կկարդանք, Մատթեոսի 22-րդ գլխու 40-րդ համարի մեջ կսել, աս երկու պատվիրանքներեն կախված են բոլոր օրենքն ու մարգարեները։ Այս երկու պատվիրանքները գոյություն ունեն, մնացածը բոլոր անոր մասնաճյուղերն են, անոր բացատրությունն է, բոլորը կախյալ են այս երկու հիմնական պրինցիպի վրա։ Օրինակի համար, ես կուզեմ օրինակ բերել 10 պատվիրանները, 10 պատվիրանների մեջ քանի պատվիրանք կա, պարզ է, չէ, 10 պատվիրանք, բայց իրականության մեջ երկու պատվիրանք է։ Տեսեք առաջի 4 պատվիրանքները, սիրեք ու Տեր Աստվածը ուրիշ աստվածներ չունենաս, կուրքեր չունենաս, ուրիշ կուրքերի առջև չխոնարհείς քո բանը, քո Աստծո անունը պարապի տեղ բերանը չառնես։ Հիմա մենք խորին 4 պատվիրանները, բայց իրականության մեջ, եթե մեկը իրեն Աստվածը կսիրե բոլոր սրտով, մտքով, հոգով, ուրիշ կուրքեր չի ունենա, ուրիշ աստվածների առջև չի խոնարհի, Աստծո անունը պարապի տեղը չառներ, եւ ուրեմն աս առաջի պատվիրանը, եթե իրականացնե, առաջի 4 պատվիրանքները արդեն ինքնաբերաբար իրականացավ։ Իսկ երկրորդ մասը 6 պատվիրանքները ինչ են։ Սուտ մի խոսիր, շնչուն մի ներ, դրացիդ ունեցվածքը մի ցանկար, սուտ վկայություն մի տուր, մարդ մի սպաներ։ Լավ, եթե մեկը իրեն դրացին կսիրե իրեն անձի պես, արդյոք մասին վկայ բամբասան կնե, իրեն կմերցնե, իրեն ունեցվածքը փապակի կամ սուտ վկայություն կտա, ոչ։ Ուրեմն տեսեք, միջին անգամ 10 պատվիրանները
աս երկու պատվիրանքների մեջ ամփոփած է։ Աս երկուսը եթե հաստատուն ունենաս, մնացած բոլոր պատվիրանքները ինքնաբերաբար իրեն տեղը կառնեն։ Ուրեմն մեզի համար շատ կարևոր է, որ հասկանանք, եթե լուրջ ենք մեր հավատքի մեջ, կուզենք Տերոջը հաճելի կյանքեր ապրենք, ուրեմն մեզի համար կարևոր է գիտնալ, որ ինչ կնշանակե սիրե քո Տեր Աստվածը բոլոր սրտով, մտքով, հոգով եւ ուժով, եւ ինչ կնշանակե սիրե քո Տեր Աստծո քո անձի պես, եւ եթե աս երկուս իրականացնենք ըստ Տեր Հիսուսի խոսքին, ուրիշ պատվիրանք պետք չկա, որ մենք կատարենք։ Ուրեմն պիտի հասկանանք, որ ինչ է աս պատվիրանները։ Մենք գիտենք, որ Աստծո խոսքի մեջ աստվածային սերը զգացական սեր չէ, երբ որ կսենք սիրեք ու Տեր Աստվածը բոլոր սրտով, մտքով, հոգով, չի նշանակել միայն զգացական ձևով, այլ գործնական ձևով է։ Եվ պիտի հիշենք, որ աս պատվիրանքը երբ ինչու համար տրվեցավ հրեա ժողովրդին։ Եթե ձեր միտքն է հրեա ժողովուրդը մեղանչած է եւ 40 տարի անապատի մեջ թափառական եղած էին, մինչեւ որ բոլոր այդ մեղանչող ազգեր բաները սերունդը ոչնչանան մերնեն եւ հիմա տեղը եկած էր հարցածին հորթանան գետը, որ պետք է անցնեին եւ մտնային խոստացված երկիրը։ Աստված շատ լավ գիտեր, որ Քանանի երկրի մեջ շատ կրապաշտություն կար, տարբեր գուրքեր կային եւ վտանգը կար, որ երբ որ հրեա ժողովուրդը երթա խոստացված երկիրը, իրենք հալ տարվին Աստծո գուրքերով եւ Աստծո խոսքեն շեղեին։ Անոր համար Մովսես, երբ որ հասած են Հորդանան գետի ծայրը եւ հիմա պետք է անցնեն եւ մտնան մի խոստացված երկիրը, իրենց ասպատվիրանները կուտա։ Նորեն կարդանք 6-րդ գլխի 4-րդ համալեն, ասե ով Իսրայել մտի գրե, մեր Տեր Աստվածը միայն Տեր է, ու Տեր Աստվածը բոլոր սրտով, բոլոր հոգով, բոլոր զորությունով սիրե, եւ այս խոսքերը, որոնք ես այսօր քեզի պատվիրեցի, քո սրտիդ մեջ թողը լան, ու զանոն քո որդիներուդ գրկին անգամ սովեցուր, թե տանդ մեջ նստած ատենը, թե ճամփա քալած ատենը, եւ թե պարգելու եւ ելելու ատենը անոնց վրա խոսիր, զանոնք նշանի համար ձերքիդ վրա կապել եւ ճակնիդ համար աչքերուդ մեջտեղը թող ըլլան, զանոնք ու տանը դրան ինքներու վրա եւ դռներու վրա գրել։ Ուրեմն շատ հաստատ է, որ Աստված կուզեր, որ երբ որ կմտնան խոստացված երկիրը, հասկանան, որ իրենց Աստծո պետք է հավատարիմ մնան։ Մենակ մեկ Աստված կա, եւ այդ Աստծո պետք է բոլոր էությամբ նվիրվեն եւ ուրիշ աստվածներու չերթան, ուրիշ քուրքերու չերթան։ Եվ այս իրողությունը պետք է իրենց սրտերի մեջ արձանագրվեր, ոչ թե միայն իրենց համար, այլ պետք է իրենց զավակներուն սորվեցնեին, զավակներուն սորվեցնեին եւ որոշ տեղեր գրեին, որ իրենց աչքի առջև ամեն օր, երբ որ դրան վրա կգրես, գոնե քանի անգամ դուրեն ներս դուրս կնես, չէ, ամեն անգամ որ աչքը կտեսնա, պետք է հիշեր, որ պետք է հավատարիմ մնա, պետք է չշեղի, պետք է ուրիշ քուրքերու չերթա։ Եվ իրականության մեջ Տերոջը սիրելը ասե, իրեն հնազանդիլ է, իրեն օրենքներին ետևեն երթան է, Տեր Հիսուսը նույն իրողությունը ասավ իրեն աշակերտներուն, Հովանն 14-րդ մեջ, ինչ է սա Տեր Հիսուսը, եթե զիս կսիրեք, իմ պատվերները կպահեք։ Ուրեմն Աստված սիրել կնշանակի Աստծուն ենթակա եւ հնազանդ կյանք ապրել։ Բայց այս ենթակայություն եւ բանը հնազանդությունը պետք է լինի բոլոր սրտով, մտքով, հոգով եւ ուժով։ Երբ որ հրեան պետք է անցներ Հորդանանի գետը, պետք է առաջի երթին իրեն մտքի մեջ որոշել, որ ես պետք է որոշեմ, որ միայն Եհովա Աստծուն պետք է հետևեմ, քուրքերին չի պիտի երթամ։ Ուրեմն առաջի քայլը այդ է, ինչպես Հեսուսը, Հեսուսը, որ դուք ինչ որ կուզեք գրեք, ես եւ տունը Եհովա Տերը շի պաշտեն։ Ուրեմն առաջի գործը որ մենք մտքի մեջ կորոշենք, որ իմ կյանքս պետք է այնպես կառավարեմ, որպեսզի Տերոջը հնազանդ կյանք ապրեմ։ Հետո այս որոշումը վերջը որոշ ժամանակ է մարտահրավերներ կուգա։ Գրնապատահել պարագաները այնպես նեղեն մեզի, որ մեր որոշումին հավատարիմ մնալու համար մեծ գին պետք է վճարենք։ Գրնապատահել նյութական գին պետք է վճարենք, գրնապատահել մեր դիրքեն պետք է վնաս կա։ Ճիշտ այդ ժամանակ է, որ
Մեր ոչ թե միայն մտքով պետք է մեր Տեր Աստվածը սիրենք, այլ մեր բոլոր ուժով, մեր բոլոր էությամբ, մեր բոլոր կարողությամբ, քանի որ որոշած ենք, որ մեր Տեր Աստծուն պետք է հավատարիմ մնանք, ինչ որ կպահանջի անկախ պարագաներեն, ես կուզեմ, որ հավատարիմ մնամ, ենթակա մնամ, հնազանդ մնամ։ Աս է առաջի պատվիրանը։ Եվ աս պատվիրանն է, որ Տեր Հիսուս կսե ամենակարևոր պատվիրանն է մեր կյանքի մեջ։ Իսկ երկրորդը կսե Աստծո նման է։ Նորեն սիրու վրա հիմնված է, բայց այս անգամ ոչ թե Աստված սիրել, այլ ուրիշը սիրել։ Հիմա մենք գիտենք, որ Աստծո սիրելը կնշանակի Աստծո հնազանդ լինել, բայց ուրիշներին սիրելը ինչ կնշանակի։ Մենք հո իրար հնազանդ պետք չունենք լինելու, չէ՞։ Մենք Աստծո ենք հնազանդ։ Ուրեմն ինչ կնշանակի հիմա ուրիշները սիրել, ինչպես որ Աստծո խոսքը կպատվիրե։ Ուրեմն եթե նայենք Աստված ինչպես սիրեց մարդկության, մեզի համար լավ օրինակ է, որ ինչ կնշանակի մենք ուրիշները սիրենք։ Առաջի թուղթ ան Հովանու 4:7 համարեն այսպես կկարդանք. սիրելիներ, մեկս մեկ սիրենք, վասնզի սերը Աստուծմե է, ամեն ով որ կսիրե Աստուծմե ծնած է ու կճաշնա Աստված։ Ան որ չի սիրեր Աստված չի ճաշնար, վասնզի Աստված սեր է։ Այս բանի մեջ Աստծո սերը մեր վրա հայտնի եղավ։ Ուրեմն հիմա կցեցնե, որ ինչպես Աստված մեզի սիրեց, որ մենք օրինակ ենք եւ ուրիշները այդպես սիրենք։ Որ Աստված իր միածին որդին աշխարհ գրկեց, որպեսզի անոր միջոցով ապրենք։ Այս բանի մեջ է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծո, ապա որ անիկա մեզ սիրեց ու իր որդին գրկեց մեր մեղքերին քավություն լրանում։ Սիրելիներ, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ուրեմն մենք հալ պարտավոր ենք մեկս մեկ սիրենք, այսինքն այսպես սիրենք։ Հիմա Աստված ինչպես սիրեց մարդկությունը, Աստված երբ որ մարդու վիճակը տեսավ, իրեն պետքը տեսավ, պետքի լուծումը ղրկեց։ Մարդու ամենամեծ պետքը ինչ է, իրեն մեղավոր վիճակն է, որ միայն Աստված կրնա փոխել, Աստված միայն կրնա Աստված լուծումը տալ։ Եվ Աստված երբ որ պիտի լուծումը տալ մարդու պետքին, միջև անգամ իր միածին որդին, որ ամենաթանկագինն էր, ամենամեծն էր, ամենաանհասկանալի զոհն էր, Աստված պատրաստ էր տալու, քանի որ մարդու պետքը գիտեր, որ միայն այս միջոցով է, որ պետք է լեցվի իրեն պետքը։ Ուրեմն, եթե Աստված այսպես սիրեց, մարդասիրությունը կնշանակե մարդուն պետքերը հոգալ, ինչպես Աստված հոգաց մեր պետքերը։ Ուրեմն կսե, եթե Աստված մեզի այսպես սիրեց, ուրեմն մենք այս ձեր պետք է իրար սիրենք, ուրեմն իրարու սիրելը կնշանակե իրար հոգատարել։ Եթե Աստված սիրել կնշանակե Աստծուն հնազանդել, ուրիշները սիրել կնշանակե ուրիշները հոգատարել, իրենց պետքերը լեցնել։ Եվ այսօր մարդիկ շատ պետքեր ունեն։ Մարդիկ ունեն հոգևոր պետքեր, մարդիկ ունեն հոգեկան պետքեր, մարդիկ ունեն նյութական պետքեր, ֆիզիկական պետքեր, մարդիկ մինակության պետքեր ունեն, մարդիկ հուսահատուչ եղբայրը խոսեցավ հուսահատության մասին, հույսը գտրելու մասին, հույսը ինչպես, երբ որ հուսահատին ինչպես կարելի է հույս տալ, երբ որ եղբայրը կամ քույրը կմոտենա եւ իրեն կքաջալերե, Աստծո խոսքին կհորդորե, իրեն ոտքի կհանե, կբարձրացնե, Աստծո խոսքը մենք պետք է գործածենք ուրիշների պետքերը հոգալու համար։ Ուրեմն մենք երբ որ կուզենք ուրիշները հոգալ, սիրել, պետք է իրենց հոգանք։ Հիմա մարդահրավերը հոս է մեզի համար, որպես հավատացյալներ։ Գիտեք, ամեն մարդ որոշ շապով, երբ որ մեկը պետքի մեջ տեսնակ ու հոգա։ Մինչև անգամ անապաշխար մարդիկները, ոչ ապաշխարած մարդիկները, անհավատ մարդիկներն ալ, երբ որ մեկը տեսնան նեղության մեջ է, պետքի մեջ է, կմոտենան որոշ օգնություն գնեն, որտեղ վերջապես մարդ արարածը խշմտանք ունի։ Եվ Աստված այդ խիղճը տրած է մեր մեջ, երբ որ կտեսնանք պետքը մեկը նեղության մեջ է, արդեն ինքնաբերաբար կուզենք օգնություն ունել։ Իհարկե որոշներ կան, որ երբեք այդ գութություն են, բայց շատ քիչ են, բայց ընդհանուր առմամբ մարդ արարածը կհոգա։ Ուրեմն այս կոչը մեզի համար այդ չէ, որ մարդուց պետք է միայն հոգան որոշ չափով, որտեղ անհավատներն ալ նույն գործը կնեն։ Մեզի համար կոչան է, որ
ինչ կան որ մենք մեզի կհոգանք, ուրիշներին նույն չափ հոգանք։ Աս է մարդահրավերը, աս է դժվար մասը, որտեղ եթե անկեղծ լանք, մենք մեր պետքերի մասին շատ կմտածենք, չէ՞։ Մեր ամբողջ նյութականը, մեր ամբողջ միտքը, մեր ամբողջ օրվա էներգիան, ինչպես ասած, անոր կերտա, որ ինչպես իմ պետքերը հոգա, կամ իմ ընտանիքի պետքերը, եւ բանը չխնայեն։ Լավագույնս, ինչ որ պետք է, իհարկե բոլորիս կարողությունը մեկը մյուսեն տարբեր է, բոլորս նույն միջոցները չունենք, նյութական կարողությունը չունենք, բայց ինչ որ ունենք, մարդ արարածը իրեն բոլոր ունեցվածքը ուզե ներկայացնել եւ վատնել իրեն բարիքի համար, իրեն շահի համար կամ իրեն հոգալու համար, ինչպես ասել, կամ իրեն ընտանիքինը։ Ուրեմն ուրիշները պետք է սիրենք այդ տեսակետով, այսինքն ինչպես Աստված չխնայեց իրեն լավագույնը, մենք ուրիշներին հոգալու մեջ պետք է մեր լավագույնը չխնայենք։ Դա կարող է պատահի լինել մեր ժամանակը, կարող է պատահի մեր նյութականը, պատահի մեր ականջը, պատահած մարդիկ պետք ունեն, որ մեկը իրենց նեղությունները լսեն եւ քաջալերվեն, միակ չլսեն, հետո Աստծո խոսքեն իրեն հորդորենք, իրեն ուղղություն տանք։ Եվ աս երկու պատվիրանքները, որ Տեր Հիսուսը ասավ, եթե ճիշտ ձևով կատարենք, մենք բոլոր պատվիրանքները կատարած կլինենք եւ մյուսները ոչ թե որ պետք չկա, Աստծո խոսքն է, բայց աս երկուսի մեջ կամփոփվի բոլոր Աստծո խոսքի պատվիրանքները։ Ուրեմն եթե կուզենք երկու պատվիրանք հիշենք, որ կատարելով Աստծո հաճելի լավ, աս երկուքն է։ Սիրենք մեր Տեր Աստվածը, այսինքն հնազանդենք մեր Աստծո, մեր բոլոր էությամբ, ուժով եւ կարողությունով, հետո ուրիշներին հոգատարենք, ինչպես մենք մեզի կհոգատարենք, այսինքն ինչքան որ կարելի, ինչքան որ պետք կա։ Տերը օրհնի եւ Տերը տա որ աս մտքերը, մեր մտքերով մենք կարողանանք Աստծո հաճելի կյանքեր ապրենք իրեն փառքի համար։ Ամեն։ Դեր օրտե եղբայրաչ Աստծո փառքուդան, որ այսօր Դեր արժանի եղավ մեզի վայելելու իր խոսքը ծեր միջոցով, ծեր լեցուն հայտակրի մեջ բաժին հանեցիք ծեր սիրելի քույրերուն եւ եղբայրներուն։ Եվ Աստծո փառքուդան, որ այսօրվա պաշտամունքի մեջ են Դերը մեզի արժանի եղավ վայելելու երկնային պատկերմը։ Եվ ինքի մեջ ամեն ձուն պիտի ծրի, ամեն լեզու պիտի թավանի, որ Հիսուս Քրիստոս Դեր է։ Այսօր մենք այստեղ մի քանի լեզուներով Դերը փառավորեցինք եւ Դերը մեծարեցինք, որովհետեւ մեր Աստվածը արժանի է, որ մեր ամբողջ կյանքով զինք փառավորենք եւ զինք մեծարենք։ Եղբայր Սահակ Վարսկետ գադար Դեր օրտնե այսօրվա առաջնորդությունը դարձյալ մեզ յուրաքանչյուրիս կենտրոնացումը գտանի աղոթքի կարևորության վրա։ Եվ մենք գիտենք, որ այս շաբաթ Արաքելական եկեղեցին կհիշատակե Թադավորի գիրագին եւ այնտեղի դեպքը եւ բադահածը ուրիշ բան չէ, եթե ոչ մեզ յուրաքանչյուրին առավել աղոթքի մղել, թախանցանքին աղոթքի գարիքը սիրելներ, որ Աստծո գահը գշարժի եւ այնտեղ գսե որ եթե մարդիկ որ անիրավ են երբ թախանցանքին գերբով խնդրես կուտան ցեզի հալա որքան մեր երկնավոր հայրը եթե մենք խնդրենք ինչու չլան մեզի եւ անշուշտ ակնար գայսնիգին Սուրբ Հոգիի մասին է որ Դերը խոստացած է բոլոր անոնք որոնք խնդրեն Դերը իրենց բարգեւ է եւ ինչպես որ գիտեք մեր պաշտամունքի մեջ նաեւ հատուկ տեղ ունի աղոթքը սիրելիներ, որովհետև մենք աղոթքին օրդությունը եւ աղոթքին զորությունը գվայելենք։ Երբ պատասխանված աղոթքներ գան սիրելիներ, կարժե որ մենք անդրադառնանք, որ անոր յետին գործող գա հզոր Աստվածը։ Փառք լա սիրելիներ, որ Դերը իր կամքին համաձայն մեր աղոթքները կլսե եւ կպատասխանե։ Եվ ինչպես անցյալ մի քանի շաբաթները աղոթեցինք մեր եղբայրակցության մեր եկեղեցու ծառայող գազներուն համար սիրելիներ, այսօր պիտի աղոթենք սիրելիներ մեր բադանիացին համար։ Բադանիացին համար երբ կսեմ, այսինքն պիտի աղոթենք բադանիներուն համար, պիտի աղոթենք բադանիացի ծառայողներուն համար։ Բադանիացի ծառայողները
գրկնագի հոգնությունը ստանցնած են իրագի օրերը սիրներ։ Ժամը 4-ն արդեն հոսեն եւ երկու պաշտամունք ետևի գնեն, որովհետեւ գիտեն ինչ նպատակի համար գծարային, որովհետեւ գուզենք մեր բադանի սերունդի մեջ դեստեն բադանիներ Սամուելի նման դիրոջ դաջարեն չպաշտնող։ Մենք դիգարտան գարաչին թակավորած երրորդ գլխում մեջ, որ Սամուել բադանին դաջարեն չպաշտնող։ Եվ կհավատանք, որ դերը կպատրաստե, դերը կհոգա, դերը պիտի հանե քալիք օրերուն մշակներ բադանիացի մեջ։ Ես պիտի խնդրեմ, որ բադանիացի մեր ծառայող քույրերը եւ եղբայրը, Սահակ եղբայր, Վարդի քույր, Զեփյուր քույր հրամեցեք արջև եւ օղակ մնենք եւ նաեւ հրաչ եղբայր պիտի խնդրեմ, որ օրդնության աղոթք, զորության աղոթք, իմաստության աղոթք, թե մեր ծառայողական գազմին եւ թե բադանիներուն, որ դերը այս ժամանակին համար իրենց անցնած է։ Մեր բադանիացի տնտեսներն են, եղբայրը եւ քույրերը եւ կհավատանք, որ դերը ինքը պիտի հոգա այս ծառայության բոլոր պետքերը, բոլոր կարիքները։ Եկեք ոտքի ելնենք սիրելիներ։ Նատալի քույր, խնդրեմ օրդունալ միանաս։ Մեր սիրելի պատվական Տերը ինչքան փառք ու տան քո ծառաներուդ համար։ Շնորհակալ ենք իրենց սրտերի համար, շնորհակալ ենք իրենց փափակներու համար։ Փառք ու տան, որ դու ընտրած ես իրենց ժամանակեն առաջ, որպեսզի այս ծառայության մեջ հավատալի մնան։ Ովքեր կխնդրենք, որ իրենց ձեռքի աշխատանքը, իրենց աղոթները, իրենց ջիգ ու ջանքը միայն մարդկային ուժով չլահապակվող եւ քո հոգիով եւ քո առաջնորդությամբ առաջ երթան։ Կաղոթենք ովքեր, որ իրենց ծրագիրները դու կառավարես։ Այն բաները, որ ավելորդ են դու կտրես եւ այն բաները, որ պակաս են դու իրենց մտքերի մեջ տնես։ Կաղոթենք ովքեր, որ ատպատանիները, որ իրենց հանձնած ես, բոլոր խնամքով եւ բոլոր ահով ու դողով խնամեն, աղոթեն, ծառայեն եւ մարդիկ աճեցնեն քո փառքի համար։ Ովքեր կխնդրենք մեր պատանիներու համար, կխնդրենք, որ իրենց ծառայության եւ խոնարհության հոգի տաս, մեծերուն լսելու եւ իրենց հետևելու։ Ովքեր կխնդրենք, որ այս ծառայությունը փայլի եւ քեզի բերեմ փառք եւ պատիվ եւ միայն գովությունը երթատեր Հիսուս Քրիստոսի։ Ամեն։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։